Բարև սիրելիներս, այսօր ընդհանուր առմամբ ուզում եմ խոսել, այսինքն ամեն օր ուզում եմ իմ զգացողությունների և իմ կարնիվոր դիետայի շարունակության մասին խոսել, այդպես, ուրեմն նախ շնորհակալ եմ բոլոր հետևորդներին, իհարկե բաժանորդագրված չեն, հույս ունեմ, որ կբաժանորդագրվեք սիրելիներս, բայց օրըստօրե ավելանում են, ինչի համար ես հատիկ առ հատիկ շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ։ Հիմա խոսեմ այն մասին, թե իմ որոշումների։ Ուրեմն, երբ որ բոլոր տեսակի կարնիվոր կետո պալեո դիետաների վիդեոները նայում եմ, ժողովուրդ ջան, այնքան հակասություններ կան, ամեն մեկը մի բան ասում, բայց երբ որ իտոգում լսում ես, տեսնում ես իրոք, որ բոլորի օրգանիզմը մեկ չի ու տարբեր մարդկանց տարբեր ձևի է ամեն ինչը ազդում։ Ես էլ որպես նորեկ, որպես ոգեշնչված այդ դիետայից շատ քիչ փորձ ունեցող մարդ, ուզում եմ առաջ տանել և զգալ ինչքանով առաջ կգնամ, ինչքանով է կոնկրետ ինձ համար դա օգտակար։ Ես ասել եմ բազմիցս, որ ես կետո դիետայի մեծ փորձ ունեմ, չնայած մեծ, եթե դա կարելի է համարել մի 6-7 ամիսը, 8 ամիս, իհարկե չեմ էլ հիշում, երևի 8 ամիս, եթե դա կարելի է համարել մեծ փորձ, ապա այո, բայց ընդհանրապես բեզուգլիվոդնի դիետայի ես փորձ ունեմ ու նորից եմ ասում, եկել եմ այն եզրակացության, որ միակ առողջարար ինձ համար, գոնե ինձ համար միակ առողջարար ու նիհարեցնող տարբերակը դա է, քանի որ նորից ասեցի, ես ունեմ մեծ ինսուլինի քանակ, ինսուլինա ռեզիստենտность, այդպես, ինձ ընդհանրապես ուգլիվոդը հակացուցված է, ես այդպես եմ զգում, ամենայն դեպս։ Հիմա ես որոշեցի, որ անցած վիդեոյի ժամանակ ասացի, ես որոշել եմ, որ նվազեցնեմ կալորիականությունները։ Ճիշտն ասած, եթե այդպես վերցնենք բուն ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկներ, դժվար թե այդ կալորիականության ասածը այնպես կետ առ կետ, ոնց որ ասում են, իր ճիշտը լինի, չէ, տարբեր մասեր են, տարբեր մսի յուղայնության մասեր են և ընդհանրապես մենակ դա չի, օրինակ մրգերին էլ, բանջարեղենին էլ, նույնիսկ եթե ասում են, տես խնձորը այսքան կալորիականություն, դեղցը այսքան կամ մյուսը, բայց չեն հաշվարկում, որ նույնիսկ մի ծառի խնձորի վրա տարբեր կարող է լինել, մեկի քաղցրությունը արև կողմին ավելի շատ է, մյուսը մի քիչ թթվայնությունը ավելի շատ է և այդպես շարունակ, նույնը և մսինը, տարբեր ճարպի շերտեր գոյություն ունեն այնտեղ։ Հիմա ես հաշվարկեցի, որ ընդհանուր առմամբ իմ քաշի համար դա իդեալական տարբերակը, որ սոված չմնաս և օրըստօրե նիհարես, դրա համար առնվազն 500-ից 600 գրամ միս է հարկավոր, այնտեղ նորից եմ ասում, տարբեր մսերի համար, բայց ես ինքս որոշեցի, որ քանի որ ես մի քիչ անհամբեր բնավորություն ունեմ ու մի քիչ էլ ոնց որ շտապում եմ, որոշեցի, որ կրճատեմ, էլ ավելի կրճատեմ քանակը, տեսնենք ինչ կլինի, որոշեցի, որ մսի քանակը լինի օրական
400 գրամ կամ 350 ըստ մսերի տեսակի որակի և դրա հետ մեկտեղ 3 ձու կամ 4 ձու օրվա մեջ ավելի քիչ լինելու համար Չնայած պանիր, որ շատ եմ սիրում և որոշեցի առայժմս կաթնամթերքը պանիրն էլ չօգտագործեմ ու միաժամանակ ճարպերի քանակը քչացնել կալորիականությունների առումով, քանի որ սպիտակուցները ավելի շուտ են նիհարեցնում։ Տեսնենք, թե ինչպես կզգա իմ օրգանիզմը դրանից։ Իմ կարծիքով ես ուրիշներին էլ այդպես լսելով համոզվում եմ, որ երևի քիչ ճարպ օգտագործելով ավելի բան կլինես, ավելի շուտ կնիհարես։ Բայց եթե վերցնենք, որ պետք է մաքուր սպիտակուցային լինի, դա նաև իմ տեսակետն է և մարսողական ենթաստամոքսային գեղձի և ամեն ինչ, դա երևի այդքան էլ հեշտ չգնա, որտև ոնց էլ գցում բռնում ես, ճարպը պետք է։ Իհարկե խելքին մոտ քանակություններից ելնելով։ Սկզբնական շրջանում նույնիսկ մի օր, երկու օր կոնկրետ հաշվեցի, հետո հասկացա, որ շատ սոված եմ մնում ու առանց որևէ հաշվարկի այնտեղ քանակի մոտավորապես իմ պատկերացումներով սնվում էի։ Երբ որ արդեն եկավ այն պահը, որ արդեն իրոք ոչ թե իմ աչքը ուզում է կամ օրգանիզմս ուզում է, ես հասկացա, որ վերջ, էլ այդքան չի գնում։ Ոնց որ ասած, ստոպ տվեր, ես այդքան չեմ կարողանում ուտել, ինչպես այն առաջին օրերը։ Ամեն դեպքում, օրինակ ես երեկ ճիշտ է, մի քիչ էներգիան շատ է ծախսվել, ընթրիքի համար ընդամենը 100 գրամ խոզի միս եմ կերել 2 հատ ձու, իսկ երեկոյան չեմ կշռել, ազնվորեն եմ ասում, բայց երևի 200 գրամ կերել եմ, առանց ձվի, մենակ ինքը միսը։ Էնպես որ տարբեր ժամերին տարբեր ձևի է ստացվում և տարբեր մսեր են ստացվում։ Հիմա այստեղ կա օրինակ ես ստանալու համար, օրինակ օրական 400 գրամ եթե տավարի միս ուտեմ, 100 գրամ ես սպիտակուց եմ ստանում 400 գրամից, իհարկե 400 գրամը բաժանում են երկու մասի, երկու անգամվա համար 200 և 200, խոզի մսի դեպքում 23 գրամ է 100 գրամի համար սպիտակուցը, հավի մսի դեպքում 20 գրամ է և ձուկի դեպքում 20-ից 22, միգուցե դա հաշվարկել են ըստ տեսակների, այդպես, ժողովուրդ ջան, հիմա, ու մեկ ձվի համար էլ սպիտակուցը հաշվել են 6 գրամ սպիտակուց, մեկ ձուն իր մեջ պարունակում է 6 գրամ սպիտակուց։ Այդպես եթե այդ հաշվարկներով անեմ, իմ քաշի, իմ բոյի հասակի համեմատ, մի քիչ էլ ես տարբեր տեղեր եմ կարդացել, լսել տարբեր մարդկանց, որ նույնիսկ շոչիկ կալորիաները երբ որ հաշվարկում են, դա ասում են, որ քիչ է, օրգանիզմին պետք չէ այդքան ճնշել, ինքը օրգանիզմը իրանով կզգա։ Իրոք օրգանիզմը ավելի լավ է զգում իր ինչ է հարկավոր, ինչ հարկավոր չէ։ Տեսեք, օրինակի համար, երբ պատահել է, որ նստել եմ խիստ ամեն ինչի, միգուցե մի 2 օր հետո տարբերությունը եղել է, բայց հետո ավելացել է նորից պլյուսով, իսկ երբ որ այդպես շատ չես ճնշում, ինքը կամաց գնում է, որովհետև երբ որ
դու սկսում ես ճնշել, օրգանիզմին թվում է, որ ահա, всё, եկավ աշխարհի վերջը ու ես իմ ճարպը չեմ տա, ես եթե տամ, всё կմահանամ, այդպես բառացիորեն ասած, եւ ինքը իր մեջ այդ պահում է։ Իսկ երբ որ արդեն հանգիստ ամեն ինչ ընթանում է, կամաց այդ ճարպը այրվում է, գնում է։ Եթե նույնիսկ տես ասում եմ սպիտակուցները շատացնեմ, բայց այդտեղ էլ մի բան կա, երբ որ սպիտակուցները սկսում ես շատացնել, եթե դա 4 սպիտակուց ես անում, վերցնենք, եթե 4 սպիտակուց ասածը ես ուտեմ ձուն, խոսքին հավի դոշ, ինքը 4 սպիտակուց է, կամ սպիտակուց ասելով դեղնուցն էլ հետը չլինի ձվի, դա ուտեմ, հավատացեք, որ ինքը այդ 4 սպիտակուցները բոլոր լրիվ մաքուր սպիտակուցների դեպքում, մեծ քանակության դեպքում, նաև ինքը ընթացքում գլյուկոզա է նույնիսկ արտադրում, ու դա նույնպես այդպես այնպես չի, որ իհարկե այդ գլյուկոզան էլ նույնը ինքը ուգլիվոդն է դառնում։ Մի խոսքով քիմիական այդպես տարեր, որը եթե կարդում ես, զգում ես, որից հետո ինչ կարելի անել, այնպես որ խելքի մոտ ուզում եմ, որ ինչպես ասում են, ոչ շիշը այրվի, ոչ խորովածը։ Հիմա տեսնենք ինչ կստացվի իմ իջեցնելուց, բարձրացնելուց, չգիտեմ, այն որ ես քաշը գցում եմ, չեմ ասում միանգամից գցում եմ, ես ասել եմ, մեկ էլ 15-ին էի կշռվել, ես պատմեցի, որ նույնիսկ իմ իմացածից ավելի շատ էի, հիմա 15-ին էի կշռվել եւ ես չեմ փորձում ամեն շաբաթ կշեռքին հելնել զուտ չհիասթափվելու համար, զուտ ավելի վատ է ստանում։ Մեկ էլ հուլիսի 15-ին կկշռվեմ ու կոնկրետ կհասկանամ ինչը ինչոց է։ Երբ որ ուսումնասիրում ես տարբեր դիետա պահողներին, չնայած սա նույնիսկ դիետա չեն կոչում, մարդիկ կան կոչում են, մարդիկ կան զուտ առողջության համար փոխում են, կետոից անցնում են կարնիվոր, կարնիվորից պալեո, այդպես թռչկոտելով ես կողմեն կողմ, հետագայում միգուցե ես էլ փոխեմ, չգիտեմ, եթե ես փոխեմ, հաստատ կետոյի կանցնեմ, չնայած շատերը կետոյից են անցնում կարնիվոր, բայց կետոյին անցնելով երևակայի այդքան շատ սալաթի տերև մերև այդքան շատ կանաչիներ չօգտագործեմ, ինչևէ չգիտեմ հետոն ինչ կլինի, տեսնենք հիմա տվյալ պահում կարնիվորով ես ինչ շատ լավ եմ զգում, հոդացավերը փչացել են, նորից եմ ասում, եթե խաբեմ, ասեմ, всё անցել է լրիվ, չէ, դե արդեն 10 օր բան է, ոնց որ գրուպի հաշիված 10 օր բան է անցել, դրանով չես որոշի, մինչև օրգանիզմդ լրիվ ադապտացիոն շրջանը, հա, իդեպ մարդիկ ասում են, որ 6 ամիսից հետո արդյունքը իրոք ոչ միայն քաշի առումով, այլ առողջական առումով 6 ամիսից տենց տարվա կտրվածքով, նոր դու զգում ես լիարժեք փոփոխությունները ամեն ձևի։ Բայց որ հիմնականում այդ դիետաներով նիհարողը տղամարդիկ են, այդ դիետաները պահողը եւ ամերիկյան սայթերին նայելով եւ ռուսական սայթերին նայելով, ընդհանուր առմամբ դրանք բժիշկներ են ընդ որում այնպեսի բժիշկներ, որ իրանք իրանց վրա են դա փորձարկում, ու շատ բժիշկներ ասում են, ոչ թե միայն բժիշկներ, ով որ օգտագործում է այդ կարնիվոր դիետան եւ ընդհանրապես ասում է, որ եթե ամեն ինչ չփորձես, այդ դիետաները, այսինքն ամեն ինչ ճակերտավոր, դե ամեն ինչ չի կարելի փորձել, երբ որ այդ դիետաները չփորձես քո վրա, դու ինքդ չես ինչքան էլ քեզ ասեն, չասեն,
դու դա չես զգա, դու տարբերությունը չես զգա, եթե ես այդքան լսելով, ոնց որ ասում են ռիսկի չգնայի ու չփորձեի, ես ինքս չէի իմանա, օրինակ, դա ինձ համար լավ է, թե վատ։ Հիմա երբ որ իմ ծանոթ բարեկամներին, որ ասում եմ, չէ, ես չեմ ուտում, են չեմ ուտում, պետք չի, օրինակ, երեք ինձ քաղցրավենիք էին հյուրասիրում, ասում են, կեր, ասում եմ, չէ, չեմ ուզում, տվեք մեկ ուրիշին կամ վերցրեք ինքներդ, չեմ ուզում, շնորհակալություն, ասում են, օ, քաղցր չես սիրում, դե մանավանդ որ օտար մարդիկ են, չես կարող դնել, բացատրել, սիրում ես, չես սիրում, ասում ես, չէ, ուղղակի չեմ ուտում, բայց ինչպես բոլոր կախվածություն ունեցող մարդիկ, ես էլ եթե ասեի, հա դե լավ մի հատ վաֆլի կտոր են հյուրասիրել, քաղաքավարությունից ելնելով, ինչպես որ դա միշտ է եղել, վերցնեմ ուտեմ, ու ինձ կթվա, որ վերջ, այս մի կտոր վաֆլին, հավատացեք, տունը հենց հիմա էլ սեղանի վրա կոնֆետ էլ կա, վաֆլի պեչենյա էլ կա, ու ինչ ես գալու էի այնտեղի հյուրասիրած մի կտոր վաֆլիով էի բան անելու, բավարարվելու, վերջ, ոչ, քանի որ այդ դեպքում նորից եմ ասում, հիմա կասեք երևի բգլիկություն անում կամ բան, չէ, այդ ուղղակի ես չեմ անում, դա իրոք օրգանիզմն է անում, դա օրգանիզմն է պահանջում, արդեն ինսուլինն էլ է բարձրանում, արդեն արյանդ մեջ շաքարն էլ է բարձրանում, ես ասացի, ես շաքարային դիաբետ չունեմ, իմ շաքարը նորմայի մեջ է, քանի որ իմ ինսուլինը շատ է, բայց չմոռանանք, որ նախադիաբետիկ շրջանը հենց այստեղից էլ սկսվում է, մի գեղեցիկ օր այդ ինսուլինը էլ չի կարողանում գլյուկոզան հասցնել, այնպես անել, որ գլյուկոզան արյան բջիջներից չկարողանա պոկել և մի գեղեցիկ օր այդ շաքարային դիաբետը ստանում են, այնպես որ ամեն ինչ հարաբերական է, ու երբ որ մարդը ունի ինսուլին, երբ որ մարդը ունի մեծ ինսուլին, մեծ քանակությամբ ինսուլին օրգանիզմում, դա նշանակում է, որ դա 100% ճարպն է։ Ես այդ ինսուլինի մասին ընդհանրապես տեղեկություն չունեի, ես իմ վիդեոներում ասել եմ, երբ որ ես թոքաբորբով եմ հիվանդացել, գնացել բժշկի, ինչպես ամեն անգամ շատ հազվադեպ եմ գնում, ինչպես ամեն հաճախելու ժամանակ ինձ ասում են, որ քաշս տեսնելով, դու շաքար ունես, ես իրանց բացատրում եմ, որ ես շաքար չունեմ, մի քանի նույնիսկ բժիշկա չի հավատում, շաքարը չափելուց հետո նոր իմանում է, որ չունեմ, հետո ինձ ուղարկեցին էնդոկրինոլոգի մոտ, ասին, բա քաշդ ինչից է, ոնց է, դե ես ասի մանկությունից է, բայց ընդհանրապես եթե այդպես վերցնենք, տարիների ընթացքում իհարկե ավելի անում է քաշը, նենց չի, որ հենց հիմա մի քանի տարի առաջ այս քաշին եմ եղել և այլ, ուղղակի ընթացքում ինքը ավելանում է, երբ որ ստոպ չտաս ինչ-որ մի բանի, հիմա էլ որ ստոպ չտամ, մեծ հավանականությամբ, առանց կասկածի, ինքը նույնիսկ երևի 200 կիլո, 300 կիլո էլ բարձրանա այն ամենագիգանտների պես, եթե ես ուշադրություն չդարձնեմ։ Դա այդպես, և բժիշկները հայտնաբերեցին, որ ես ունեմ զոբ, ու այնտեղ նորից բացատրեցին և ինձ թվաց մի խելացի էնդոկրինոլոգ բժիշկ ասեց, որ դու հավանական է չաղանում ես, որովհետև քո պատմածներից ասես դու ունես ինսուլինի մեծ քանակ օրգանիզմում, դրա համար ինսուլինը ճարպ է կուտակում, և ասեց, եթե հնարավոր, եթե կարող ես, դա քանի տարի առաջ էր, Տեր Աստված, երևի 5-6 տարի առաջ էր էդի, ասին, եթե գումար ունես, մի քիչ թանկ է այդ անալիզները, նախ այդ զոբի համար անալիզը բան արեցին, որ իմանան հաստատ կա չկա, չնայած նկարել էին և ասել էին կա, ընդ որում
այդ զոբը ներսի կողմից է, դրսի կողմից չի։ Եվ ինսուլինի համար, եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, ես այն ժամանակ 30,000 դրամ եմ մուծել, հա, մենակ ինսուլինի համար։ Մենակ ինսուլինի համար 30,000 դրամ եմ մուծել, եւ այդ անալիզները ինձ տվեցին ու ասացին, հետո որ տարա բժշկին, ասաց դա շատ է, աշխատի ինսուլինի քանակը իջացնել օրգանիզմիդ։ Ասեց, բայց ինքը որպես բժիշկ էլի նորից չասեց, որ էս պիտի անես, այն պիտի անես, ինչպես բոլոր բժիշկները իրանք հակված են, որ բալանսավորված սնունդը ամենակարևորն է։ Ես բան չունեմ ասելու, նորից եմ կրկնում, տարբեր օրգանիզմներ, տարբեր ձևի են, ես էլ եմ կարծում, որ համենայն դեպս բալանսավորված սնունդը ճիշտ է, բայց ամեն ինչը այս կյանքում բոլորը հարաբերական են։ Իմ դեպքում դա այդպես չէ, ես 1000 ու մի 3-րդ, 4-րդ, 5-րդ անգամ եմ զգացել, որ իմ դեպքում դա այդպես չէ։ Ինչևէ հասկացա, որ իրոք ինձ երևի խանգարում է այդ ինսուլինը եւ ուսումնասիրելով, հիմա ժողովուրդ ջան, ես էլ եմ կարդում, ես էլ եմ լսում, ես ոչ բժիշկ եմ, ոչ չգիտեմ ինչ, ես էլ կարդալով, ես էլ իմ ձևով եմ հասկանում, որ այո, բաներ կան, այ նրանք ասում են, այ սրանից հետո սա է, այսպես է լինում, այ դրանից հետո այդպես է լինում, եւ փաստորեն շատ մարդկանց ասածներ, շատ փորձած մարդկանց ասածներ գալիս է այնպես, որ իրոք դա համընկնում է իմ օրգանիզմի ու իմ առողջական վիճակի հետ։ Հիմա ինսուլինը իջացնելու միակ տարբերակը, երբ որ հաճախակի չէ սնվում, ինչպես ես ասել եմ, որ դրոբնի պիտանյա կար, ես օրը 5 անգամ էի սնվում, ու էլի նորից ասեմ, որ այդ դեպքում էլ եմ նիհարել, այնպես որ չի չեմ նիհարել, եւ երբ որ կրճատում է սննդի քիչ օգտագործումը, այդ դեպքում ինքը հորմոնը հանգիստ է, այդ վայրուվերումները չեն լինում, չի բարձրանում, չի իջնում, կամաց այդ պահում է ստաբիլ վիճակում։ Ու դու ոչ սոված անում ես, ոչ ավելորդ մի կտոր բան ես դնում բերանդ ու ամեն ինչ նորմալ է։ Հիմա ժողովուրդ ջան, ինչ եմ ուզում ասել, նորից եմ ասում, տեսնենք ինչ կլինի, ոնց կլինի, բայց որ այն զգացողությունները, որ արդեն շատ հագեցված ես զգում, ուտելիքի մասին չես մտածում ու շատ պլյուսներ ու շատ պարզ ես ճաշեպում, այնտեղ կամ մի կտոր թեթև ժարի տարեցիր կամ դուխովկայում դրեցիր, կամ մի կտոր խաշեցիր ձու կամ ձվածեղ, շատ ինքը արագ, շատ քիչ աշխատատար, չես էլ մտածում տարբեր բաներու պատրաստելու ձևերի համար, այնքան որ էներգիա ստանաս, այնքան որ այս ամինաթթուները օրգանիզմիդ նորմալ հասնեն, ու վсё, ամեն ինչ օքեյ է։ Կարևորը էներգիատ տեղ լինի, կարևորը իմ համար շարժողականությունը, որ օրեստօրե զգում եմ ավելի ճկուն, ավելի առույգ եմ զգում, տեսնենք ինչ կլինի։ Ես անցած բանում ասացի, որ ուզում եմ դաբավկաներ էլ ավելացնեմ մագնիզիումի, կալիում, կալցիումի, մտա մի հատ ապտեկա, ինձ ասեցին այդ իմ ուզած մագնիզիումը չկար, հետո կորոշեմ, չէ, հետո մի օր կառնեմ եւ ձեզ կասեմ, եփանից եմ առել եւ օգտագործել, դրանք ուղղակի էլեկտրոլիտները պահելու համար օրգանիզմի, որպեսզի մեզի հետ շատ չմաքրվի, նաեւ կարևոր էլեկտրոլիտները չգնան օրգանիզմից,
այդպես մկանների սրտի աշխատանքի համար դա շատ կարևոր է։ Երևի մենակ դրանք օգտագործեմ։ Երևի չէ, կգնեմ կօգտագործեմ։ Ու ոնց որ ասում եմ ու ձեռս դեռ չի հասնում, ամեն օր մի բան ա դուրս գալի ու ձեռս չի հասնում մի հատ տավարի թոք մոկ վերցեմ, ներքին օրգաններ, մեկ էլ դա գնելու համար, մսի հետ միասին։ Էնպես որ տեսնենք որտեղ ինչքանով առաջ կգնամ, նորից եմ ասում, ես ամեն օր, ինչպես ասում են, ես ինձ հակասում եմ, ասում եմ, տեսնենք ինչքան առաջ կգնամ, բայց հասկանում եմ, որ անպայման պետք է առաջ գնալը, ինչպես ասում եմ, փորձը փորձանք չի, այս անգամ գոնե տեսնեմ ինչքան երկար և միգուցե շատ երկար դա էլ կլինի իմ սննդակարգը։ Իդեպ, հետևելով բոլոր այդպես կոչվող դիետա պահողներին և կետո դիետա պահողներին, դրանց մեջ այնքան տարիքային բաներ կան, տարբեր տարիքի մարդիկ, հասուն տարիքի, ինձանից ջահելները, ինձանից շատ ավելի ավագ սերունդը, նույնիսկ պլյուս 60, այդ մարդիկ գոհ են, այդ մարդիկ ոչ մի խնդիր չունեն, երբ որ իրենք իրենց անալիզներն էլ են ցույց տալի, երբ որ իրենց անալիզները այնտեղ տանում են, ամեն ինչ օքեյ է, բացի խոլեստերինից, որ բնական է ճարպ օգտագործելու դեպքում խոլեստերինը բարձրանում է, բայց իրանք էլ են ասում, որ դա ոչ էլ խանգարող հանգամանք է, այնպես չի, որ դա խանգարում է իրենց։ Ու այդքան էլ պետք չի, ես էլ հասկացա, այդքան էլ պետք չի վախենալ խոլեստերինից, եթե այդ խոլեստերինը նաև ընթանում է մի շարք պրոբլեմներով, ասենք շաքարով, ասենք մեկ ուրիշ լյարդի, չգիտեմ, ճարպակալումով, միգուցե մեկ ուրիշին ուրիշ աղիքային խնդիրներով, 1001-ին մի հիվանդություններ կա, դա միգուցե շատ է խանգարում, այնտեղ ճնշումի առիթով, չնայած ես ինչքան հասկանում եմ, տվյալ մարդկանց ճնշումն էլ է քիչ-քիչ ցածրանում։ Ու մի բան էլ ես ոնց տեսնում եմ, տղամարդկանց մոտ ավելի դա հեշտ է լինում, ընդհանրապես նիհարելու առումով տղամարդկանց օրգանիզմը ավելի շուտ է նիհարում, քան կանանց օրգանիզմը, այնպես որ իրենք ավելի շուտ են քաշ գցում, չգիտեմ դա ինչից է, միգուցե մեր գարմոնները իրենց գարմոններից տարբերվում է դրանից է, հետո իհարկե մեր ֆիզիոլոգիան ուրիշ է, իրենց ուրիշ է, այդպես։ Շատերը այնտեղ, որ մեկնաբանություններ են գրում տարբեր վիդեոների տակ, մեկը գրում է, չէ, հա, կարմիր միսը ռակի բուն է, այն մեկն էլ գրում է, ով է ասել, ու որտեղ է դա կազաչեստվան, հիմա ամեն մեկը մի բան հելնում ասում է, հիմա դուք էլ կարող ասեք, այս կինը այստեղից այնտեղից լսել է ասում է, ես չեմ ասում, ժողովուրդ ջան, եկեք իմ հետ, այս դիետան պահեք, ես ասում եմ, որ ես պահում եմ, ես ուզում եմ ես ինքս տարբերություն տեսնեմ և ես ուզում եմ, որ դուք էլ իմ հետ այդ տարբերությունը նկատեք, այդքան բան, ես ոչ մեկին կոչ չեմ անում, միգուցե ոչ մեկիդ էլ դա պետք չի, ինձ պետք էր, ես ման եմ եկել, գտել եմ տարբեր աղբյուրներ, այն աղբյուրները, որ ինձ համար հավաստի են, իրոք ես զգում եմ, որ մենակ մի շատ վատ բան է, որ ես անգլերեն չգիտեմ, թե չէ ես ինքս այս ռուսականներին էլ չէի հետևի, որովհետև դրանք բոլորն էլ վերցրած են բուն ամերիկյան, ես ոնց հասկանում եմ, հենց այնտեղից էլ գալիս է այդ դիետայի գաղափարը, բուն ամերիկյան նյութերից, այնպես որ ցանկանայի նույնիսկ
նույնպես եթե ես անգլերեն իմանայի, կդնեի իրանց նյութերը, ճիշտ է, ես մեկ-մեկը այդ բաներով թարգմանությունները անում եմ, տակի վազող տողերով, ինչ են ասում, ենթագրերով թարգմանություններ անում եմ, բայց դա չէ ինչ իմանաս ու բուն լեզուն իմանաս ու հասկանաս իրանց մոտ ինչպես է, իրենք ինչպես են ընդունում։ Չնայած կան մի քանի հատ ազվուճկա, ռուսերեն ազվուճկա են տալիս, թարգմանություններ են տալիս, դրանից արդեն հասկանում ես ինչը ոնց է։ Ու շատ հետաքրքիր է, բոլորին ամեն մեկին յուրովի հետևելով, ամեն մեկը մի բան է ավելացնում ամեն մեկին։ Տես մեկը ասում է ես կաթնային, կաթնամթերք ուտում եմ, իմ համար օքեյ է, մեկն ասում է չէ, ինձ համար օքեյ չէ, ինձ համար մենակ տավարի միսն է օքեյ, ինձ համար մենակ էս, բայց ես էլ եմ փորձել, մի քանի օր տանը եղել ամենակ տավարի միս, ու եթե անկեղծ ինձ համար էլ տավարի միսը մենակ օգտագործելը, իհարկե ձվի հետ միասին եւ այդ արգանակների հետ, ոսկրային արգանակների հետ, դա ինձ համար ավելի լավ կլիներ, բայց քանի որ նորից եմ ասում, ինձ այդքան հնարավորություն չկա, ես այս թանկ պայմաններում գնեմ մենակ տավարի միս, ցավոք ես չեմ կարող այդպես օգտվել տավարի մսից, ինչպես որ բոլորը մարդիկ, իսկ եթե ընդհանուր առմամբ նայես առևտրի կողմից քո ամսական ծախսի համար, տեսեք, ճիշտ է ասում ենք թանկ է, ճիշտ է, այո իհարկե թանկ է, բայց եթե ես լինեի մենակ, ես ինձ համար եմ ասում, լինեմ մենակ, ու ես կողմնակի ծախսեր չանեմ, առնեմ միս, որ ընդ որում կան այդպիսի աղջիկներ, հենց ջահել աղջիկներ են, իրանք կարծեմ մեկը ռուսա, մեկ ուկրաինացի, թե երկուսն էլ էլին այդ վիդեոներում, իրենք չնայած ապրում են արտասահմանում, իրանց հայրենիքում էլ չեն, մեկը կարծեմ Լեհաստանում է, թե Չեխոսլովակիայում, մի խոսքով իրենց հարց են տալի, բա դա թանկ չի նստում, եւ այդ աղջիկն ասեց, խի ա թանկ նստում, ասենք ես ինչի պիտի թանկ նստի, ես ոչ բար եմ գնում, ոչ խմում եմ, ոչ տարբեր տեսակի քաղցրավենիքներ եմ առնում, ոչ ալկոգոլ եմ օգտագործում, ոչ տարբեր բարեր, ռեստորաններ եմ գնում, ոչ տարբեր տեսակի մրգեր բանջարեղեններ եմ առնում, առած ընդամենը միսը ձուն ու վсё, ինքը այդպես է սնվում, իրան տավարի միսն ու ձունն է, տավարի միս ասելով ինքը մենակ անասունը օգտագործում է ոտից գլուխ, նույնիսկ ուղեղից բռնած մինչև ոնց ասում են պոչը, ինքը բոլոր մասերը ուտում է, հետն էլ ինքը ուտելուց նաև ես էլ եմ տեսել կիսահում վիճակում է, ստեյքները կիսահում վիճակում է ուտում, նույնիսկ սկսել է ինքը հում միս ուտելը, որը ես դա ինքս չեմ պատկերացնում իմ վրա, կիսահում ստեյք հնարավոր է, բայց բոլորովին հում չէ, չեմ կարողանում դա պատկերացնել, բայց ինչև այդ մարդը այդ աղջիկը շատ լավ է զգում իրեն եւ այնքան լավ է զգում, որ հոյակապ ու կարծեմ իրա արդեն 5 թե 6-րդ տարին է այդ նույն դիետայով, ընդհանրապես միտք էլ չունեն այդ մարդիկ փոխելու, մինչև հիմա էլ կան, չնայած այդ աղջկա կոմենտարիաներում շատ է բացասականը, դե էս կստանաս դու էս դիետա խիշնիկի, դու գիտես խիշնիկ չես դառնա դրանով եւ այլ 1001 ընդհանրապես այդ կոմենտարիաներում ոնց որ ասած վրա են տալիս վեգանները, տեսեք այստեղ էլ ծայրահեղությունից ծայրահեղություն, տես վեգանները ասում են մենք բույսեր ենք, մերը բույսեր են, ոչ մի կենթանական ծագման
բաներ, բայց ժողովուրդ ջան, էլի նորից գանք այնտեղ ինչքան էլ դու բույս ուտես, ոչ մի սպիտակուց, որտեղ որ կա լոբազգիների մեջ ինչ որ բաներ, ոչ մի սպիտակուց այդքան չկա բույսի մեջ, ինչքան կա մսի մեջ, ինչքան կա կենթանական ծագման օրինակ ձվի մեջ, այդ չկա, այդպիսի բան գոյություն չունի։ Ու դա ես չեմ հասկանում, եթե նույնիսկ տես լսել եմ նույնիսկ խելամիտ բժիշկներին, եթե իրոք մարդիկ բացենք արդեն հենց ուղղակի մարդու ֆիզիոլոգիան, արդեն իրանց արդեն պարզ կլինի, իրանց ինչ է պետք, իրանց ինչ պետք չի, որովհետև անհնար է այդքան սպիտակուց լինի ու բացի այդ սպիտակուցը յուրացվի օրգանիզմիդ մեջ։ Հիմա կասեն լավ թող սպիտակուց չլինի, այս վիտամիններով կապրենք։ Հա, կապրեն, մարդիկ օրինակ այնքան բուսակեր մարդիկ կան եւ պետություններ կան, օրինակ Հնդկաստանը, օրինակ մի խոսքով։ Բայց մենք նաև չենք մտածում, որ ընդհանրապես ծայրահեղությունից ծայրահեղություն գնալն էլ մի բան չի, տարբեր մարդիկ ծնվել են տարբեր տեղերում, երբեք էսկիմոսը ամեն օր, եթե տեսած կլինեք էսկիմոսների վիդեոն, նրանք նույնիսկ արյուն են խմում, մարդիկ առողջ են, երկարակյաց, շարժունակ, աշխատող, այն ցրտին, այն տաժան աշխատանքը, որ իրանք են անում, իրանց հենց այն ալեյնավոդները, զարմանում ես այսքան սրանց մեջ որտեղից այսքան առույգություն, իրանց սնունդը միսն է, ասնավնոյը ու ձուկը ձկնեղենը եւ այլն։ Իրանց մոտ այնպես չի, որ կարող է քաղաքից, որ նայում ես մի կտոր մի հատ 4 հաց խնձոր լինի, չլինի, դա էլ այդ մարդիկը տենց չեն ուտում, մի քիչ հաց լինի, դա էլ չեն ուտում են սուխարիները, ոնց որ ասած քաղաքից բերած, մարդիկ ապրում են ավելի առողջ, քանի որ այնտեղ ոչ բժիշկներ կան, այնպես բժիշկների, ես չգիտեմ, իրանք ամեն օր վազում են բժիշկների կամ եսի ինչ, այնպես որ տարբեր տեղերում տարբեր ձևի են սնվում, չի կարելի այդ մարդկանց ասել դու էս չես ուտում, այն չես ուտում ու նաև չի կարելի այդ բուսակերներին ասել, բայց ընդհանուր ֆիզիոլոգիական առումով իրոք եթե մարդը ինքը ուզում է լինել առողջ, ոսկրերը պինդ, մկանները ուժեղ, հետո մեր կառուցողական մարդու կառուցվածքը լրիվ այդ սպիտակուցներից է կախված, սպիտակուցը պետք է առանց սպիտակուցի դա անհնար է։ Իսկ մարդ էլ կա, ասում է այդպես, ես նորից եմ ասում, ես ոչ գիտնական եմ, ոչ էլ ճիշտ ասած քիմիայի հետ էլ այդքան, ոնց ասած, քիմիայի հետ նավի, այդպես։ Այնպես որ նրանք էլ ասում են տարբերություն չկա հիմա այդ ամինակիսլոտները ինչից ենք ստանում ենք բոլոր տեսակի օրգանիզմը մեկ է այդ ինչից կստանա, ոչ, բայց շատ խելացի մարդիկ էլ ասում են, որ ոչ, դա այդպես չի, դա միանշանակ այդպես չի, կարևոր չի օրգանիզմի վրա, դա դնես մսի մեջի սպիտակուցը ու դնես բանջարեղենի, այսինքն լոբազգիների կամ այնտեղ մի քանի տեսակը բաների մեջի սոյայի սպիտակուցը համեմատես կամ լոբու կամ ոսպի սպիտակուցը համեմատես մսի սպիտակուցի հետ եւ դա այն չի յուրացվում օրգանիզմում ինչպես մսինը, ինչպես կաթնամթերքինը, ինչպես նաեւ ձվինը, որը անփոխարինելի է։ Այդպես ժողովուրդ ջան, էլի եմ ասում, շնորհակալ եմ բոլորիցդ դիտելու համար, արդեն հույս կա, որ դիտումները կամաց լինում են, բայց ուղղակի խնդրանքս դիտում եք, շատ շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ։ Եթե ձեզ դժվար չի, գրեք մեկնաբանություններ, դրեք լայքի կամ դիզլայքի նշանները, ով ինչպես է դա ընդունում, ձեզ նեղություն չի, ինձ համար հաճելի է, ինձ համար դա մոտիվացիայի աղբյուր է, որ դիտում եք
եւ տեսնենք ինչ դուրս կգա իմ բռնած սկսած գործից։ Առաջ Աստված, տեսնենք ինչ դուրս կգա։ Շատ շնորհակալ եմ բոլորիցդ, նորից եմ կրկնում, ովքեր որ դիտում են։ Ուղղակի խնդրանքս գրել մեկնաբանություններ, գրել ձեր կարծիքների մասին, օրինակ դիտում եք, ինչի համար եք դիտում, ուղղակի դիտում եք որպես վլոգ, թե դա կարնիվոր դիետան ձեզ էլ է հետաքրքիր։ Կա ձեր մեջ այնպիսի մարդիկ, որ ինչ-որ փորձ են արել տարբեր դիետաներ, թե դուք ընդհանրապես այդպիսի պրոբլեմներ չունեք, վայ ես այնքան կուզենայի, որ ոչ մեկ քաշի պրոբլեմ չունենար, հենց սկզբնական շրջանից էլ, որովհետև ընթացքում դա ոչ միայն էսթետիկ հաճելի չէ, ճիշտն ասած ինձ էլ հաճելի չէ, եթե ինչ-որ մարդկանց թվում է, որ հաճելի է, չէ, ինձ էլ հաճելի չէ, բայց բաց թողենք էսթետիկ վիճակը, այնտեղ սիրուն է, սիրուն չէ, գեղեցիկ է նայում, գեղեցիկ չի նայվում, այն որ առողջարար չի, այն որ դեռ այն ջահել ժամանակ, հա, ինքը չես զգում, չաղես, անցավ գնաց, ոչ մի այնպիսի խնդիրներ առողջական չես ունենում, բայց արդեն տարիքի հետ բնականաբար սկսում են ի հայտ գալ։ Ես հասկանում եմ, որ նիհարների մոտ էլ տարիքի հետ իր հայտ գալիս հիվանդությունները, բայց իմ սուբյեկտիվ կարծիքն է, երևի նրանք ավելի թեթև են տանում, քան ես։ Ինչևէ, ինչպես ասում են, այսօր ճառս բազմազան էր ու շատ երկար ստացվեց, շնորհակալություն բոլորիցդ եւ նորից եմ ասում, գրեք մեկնաբանություններ, դրեք լայքի կոճակներ, կոճակը զանգակի սեղմեք, դրեք լայքեր կամ դիզլայքեր, ես շատ շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիցդ հատիկ առ հատիկ։ Ցտեսություն, հաջողություն։